Որն է մանկությունից ձեր առաջին հիշողությունը։ Քանի որ ես 90-ականների ծնունդ եմ, առաջին հիշողությունս հենց այդ մութ տարիներն այդ որ լույս չկար, լույսի տակ ինչ-որ հարևաններ, բան հավաքվել, էսա։ Սնիկերս, հա։ Այլ սնիկերս, սիգաձուկ, մոմի հոտ, հա, շատ հարևաններ, լոտո։ Ինչի համար էին ձեզ ամենաշատը գովում։ Երևի թե լավ սովորելու, կարգապահ լինելու, ինչը այդքան էլ չէի սիրում, բայց միևնույն ժամանակ դրա համար գովում էի ինձ էլի։ Ինչի համար էին ամենաշատը նկատողություն անում։ Այ հենց որ խելոք չէի պահում դրա համար։ Հատկապես դպրոցական տարիքում ու վատ սովորելու, եթե մի բանը վատ էի սովորում մի առարկան։ Ինչ եք ժառանգել ծնողներից բնավորությամբ, ոչ թե արտաքինով։ Այսինքն չեմ կարող իմ ասեմ, որովհետև շատ տարբեր են, շատ։ Եվ մամայից եմ շատ տարբեր, եւ պապայից։ Չգիտեմ։ Մի բանը հիշեցի, այդ երևի բարիությունը, ազնվությունը մամայիս կողմից երևի թե։ Կարող է դել եմ սխալվում, բայց չգիտեմ։ Ինչն եք ամենաշատը թաքցնում մարդկանցից։ Էմոցիաներս։ Որն է այն հարցը, որը կուզեիք մարդիկ ձեզ ավելի հաճախ տան։ Իմ որպիսությունը իմանամ, հա, գուցե, հա, էլի, կամ եթե էդի լինում է, սուտ չլինի։ Ինչ կարծիք ունեն մարդիկ ձեր մասին, որն իրականությանը չի համապատասխանում։ Դա էլ է շատ տարբեր, որովհետև ոմանց մոտ լինում է, որ ես անլուրջ եմ, ջրիկ է ճակերտների մեջ, բայց այդքան էլ տենց չի։ Մարդիկ էլ կան, որոնք մտածում են, ես չափից դուրս ու չափազանց լուրջ եմ, շատ լուրջ եմ, այդ էլ իրականության չի համապատասխանում, ես դրա մեջ տեղում եմ։ Այսինքն ոմանց համար էսա, ոմանց համար էսա, բայց այդպիսի դեպքում էլ իրականությանը չի համապատասխանում։ Առօրյա կյանքում խաղում եք։ Հա, մեկ-մեկ պետք է գալ։ Սուտ կլինի, որ ոյ, գիտեք, ինչպես կարելի է խաղալ կյանքում չեղի, բոլորս էլ խաղում ենք ու այդ պետք չի թաքցնել։ Հա, երբեմն պետք է գալիս կամ երբեմն ստացվում է այդպես։ Սերն ավելի շատ ընտրություն է, թե զգացում։ Զգացում։ Որ ձախողումն է ձեզ ամենաշատը փոխել։ Հենց մասնագիտական առումով հիմա այդ հիշեցի, երբ որ մեծ հաշվով տապալվել եմ բեմում, խայտարակ լինելու աստիճան, այդ ինձ շատ է փոխել։ Այդ ձախողում եմ համարում ու այդ ինձ շատ է փոխել ավելի պրոֆեսիոնալ վերաբերվելու սեփական գործին։ Որ որոշումն եք կայացրել, չնայած բոլորի հակառակ կարծիքին։ Ընտրել ես մասնագիտությունը։ Եթե կարողանայիք փոխել միայն մեկ ընտրություն կյանքում, որն էր լինելու։ Ոչ մի բան, ոչ մի ընտրություն չէի փոխել կյանքում։ Սա գնացել է ճիշտ։ Ինչքան էլ իր սխալներով, բայց սա գնացել է ճիշտ։ Ում կարծիքն է ձեզ համար իրականում կարևոր։ Իմ։ Ինչն է ձեզ ամենաշատը զայրացնում մարդկանց մեջ։ Տգիտությունը ու գռեհիկությունը։ Երբ եք վերջին անգամ լաց եղել եւ ինչու։ Երեք, ամեն օր։ Չէ, այդ կատակ եմ անում, բայց շատ հաճախ էմոցիոնալ մարդ եմ ու ամենը որ ասում եմ ստից վաճառից ես կարող ուզեմ լացեմ ու մի խոսքով այդ լինում է հաճախ։ Երբ հասկացաք, որ թատրոնը ձերն է։ Երբ որ ընդունվեցի թատերական, երևի մի քանի ամիս հետո հասկացա, որ այդ լինում է։ Բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ ինչ է կատարվում ձեր ներսում ու ինչով եք զբաղվում։ Զբաղվում եմ կենտրոնացումով, ունեմ լուրջ վերաբերմունք մասնագիտությանը։ Հիմնականում կենտրոնանում եմ այն իմ անելիքի վրա, այն ինչ որ պետք է կատարվի բեմում, ու մոտս տիրում է շատ հախուռն էմոցիաներ, եւ լարվածություն, եւ հանգստություն, այդ միանշանակ չի էլի, ամեն անգամ տարբեր է լինում։ Որն է այն հատկությունը, առանց որի լավ դերասան լինել հնարավոր չէ։ Շնորհք, տաղանդ, մեկ էլ աշխատասիրություն։ Ինչն է ձեզ ամենաշատը վախեցնում, թե բեմում, թե կյանքում։ Երևի չի վախեցնում ոչինչ։ Մեկ բացահայտում ձեր մասին։ Ես կարամ շատ կարևոր որոշումները կայացնեմ ուղղակի էմոցիոնալ ֆոնի վրա։ Մեկ տարօրինակ փաստ ձեր մասին։ Աննորմալ եմ երևի։ Ինչ ուզում անում եմ։ Չգիտեմ, այդ տարօրինակա թե բան, երևի որ ինչ-որ մարդկանց քառակուսիներից դուրս է, բայց ինչ ուզում անում եմ։ Մեկ զվարճալի փաստ ձեր մասին։ Անգամ չգիտեմ զվարճալի է թե չէ, որ կարամ իրականում ներսը խախտված լինի, բայց ես ներկայանամ ինձ ոնց որ չզգացվի, բայց իրականում այդ տենց չի։ Ու նույնը նաև կարող հակառակն լինի, բայց այդ զվարճալի փաստը թե չէ, այդ տխուր փաստ է երևի թե։ Ձեր ամենասիրելի թատրոնն ու դերասանը, դերասանուհին։
Իմ ամենասիրելի թատրոնը այդ Վանաձորի թատրոնն է, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնն է։ Իր ամեն ինչով դերասանը իմ ամենասիրելի, չեմ ասում։ Դժվար հարց է այդ ինձ համար։ Ամենահիշվող սիրավեպի մասին կպատմեք։ Չէ։ Իսկ անմոռանալի համբույրի։ Թեկուզ որտեղ էր։ Չեմ Ու ինչ պայմաններում։ բայց կարող ասեմ, այդ շատ տարբեր է լինում, ասենք նախ ամեն մեկի հետ նույնիսկ չի լինում, ամեն դեպքում ամեն մեկի հետ էլ հիշվող է, անմոռանալի է։ Ժամադրության ձեր սիրելի տեսակը։ Այդ քայլելն է, ուղղակի մանգալ, Ամենասիրելի վայրը Երևանում։ Պավլովը, Ինչ նոր հմտություն կուզեիք ձեռք բերել։ նոր գործիք տիրապետել այդ դաշնամուրը նվագելն է։ Ձեր կյանքի ամենակարևոր մարդը։ Մամաս, Ինչ եք միշտ ուզել անել, բայց վախեցել եք։ ես համարը միշտ ինչ ուզե արել եմ։ Երևի գնալ այն ճանապարհներով, որը իրականում ներսից տրթել է, մեկը հենց թեկուզ ուրիշ մասնակցության մեջ, օրինակ երկարվեստում, բայց միշտ մնացել է չիրականացված։ Երևի ինչ որ վախեր ա եղել մեկ չգիտեմ։ Որ կարծրատիպը կուզեիք կոտրել կանանց, տղամարդկանց մասին։ Որ կնոջ ու տղամարդու միջև կա ընկերություն, այդ կարծրատիպը կուզենայի կոտրել։ Չկա տենց բան։